կարծես 2024 թվականին ընդհանուր 12 անձի մահ է գրանցվել։ Եվ այս տարվա արդեն մինչ այժմ 21 անձի մահ էական փոփոխություն է գրեթե 80%, երևի թե աճ է գրանցվել մահացության դեպքերի, եւ ակնհայտ է, որ այդտեղ խնդիր կա։ Եթե չեմ սխալվում, մամուլում նաև կարդացի, որ հասարակական դիտորդների խումբն էր դժգոհություններ հայտնում, որ խստացել է վերաբերմունքը իրենց քրեակատարողական հիմնարկներ մուտք գործելու հետ կապված եւ այլն, դա նույնպես հետընթաց քայլ է։ Այսինքն ընդհանուր պետության ռեպրեսիվ մեխանիզմի մի մասն է։ Հիվանդություններ ունեցող անձանց պատշաճ բուժօգնություն չտրամադրել, չունենալով նմանատիպ հնարավորություններ քրեակատարողական հիմնարկներում, իհարկե, ինչ հիշում եմ, այդ համակարգը բարեփոխվել բառի իմաստով, համակարգը փոփոխությունների է ենթարկվում, որ պետք է ավելի լավ բժշկական ծառայություններ մատուցվեն քրեակատարողական հիմնարկներում, կարծես թե չի հաջողվում։ Բայց նաև համակարգի իմաստն այն է, որ պետք է կապ ապահովել, ես հիշում եմ այդ բարեփոխումների նաև տրամաբանությունը, որ պետք է կապ ապահովել քաղաքացիական հիվանդանոցների հետ, որ անհրաժեշտության դեպքում անձը տեղափոխվեր քաղաքացիական հիվանդանոց։ Եվ դա պետք է լիներ բավական օպերատիվ, որպեսզի անձի առողջությանը վնաս չպատճառվեր։ Սա Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո գնահատվող գործողություն է, խոշտանգում վատ վերաբերմունք անձի նկատմամբ, փակ պայմաններում գտնվող անձի նկատմամբ, այս գնահատականները կարող են տեղավորվել եւ ընկնում են այդ հոդվածի ներքո, եւ այս անձին կարող են Եվրոպական դատարան գանգատներ տանել։ Ներպետական ասոցիացիաները սպառնալուց հետո Եվրոպական դատարան գանգատներ տանել։ Փակ հաստատությունում անձը մահացել է։ Ամեն դեպքում այստեղ պետության պատասխանատվության խնդիր է կա։ Հա, պետք է պատշաճ քննություն իրականացվի, պարզվի թե ինչու այդ անձը մահացավ, նախ դա կոմպոնենտներից մեկն է։ Հետո որոշվի թե որքանով է պետության նյութական պատասխանատվությունը, պետությունը ինչ պոզիտիվ պարտավորություններ ուներ անելու, որոնք կատարել կամ չի կատարել այս անձի նկատմամբ։ Բայց ակնհայտ է, որ խնդիրը գնալով ավելի ահագնանում է, տեմպերը աճում են, մարդիկ ինքնասպանություններ են գործում, նաև կարդացի, որ բավական մեծ է ինքնասպանությունների թիվը, սա նշանակում է սոցիալ-հոգեբանական ծառայությունների աշխատանքի հետ կապված խնդիր կա։ Հեռու չի նաև, եթե այս տեմպերով ընթանանք, ինձ թվում է, քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածությունը արդեն որոշակի խնդիրներ կառաջացնի։